Անցյալ դարի 50-ականներին Սուրեն Ադամյանը հաճախակի էր լինում Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում, եւ շրջելով նա եկավ մի եզրակացության ու գրեց. «Ոչ, մենք վատ ենք կառուցում այնտեղ Ղարաբաղում, մենք համարյա մոռացության ենք տվել մեր բազմադարյան ճարտարապետության աշխարհահռչակ տրադիցիաները», մտածեց Ադամյանը, եւ Ադամյանը երազում էր իր հայրենի գյուղում կառուցել այնպիսի մի կոթող, որի մասին դեռ կխոսեն։ Հացախնդիրը ճարտանում այնպես էր վերացել, որ Սուրենը չէր ժողովը կաղնի եւ իր ժողովրդին այդ վիճակում տեսնի։ Այնուամենայնիվ ամենայն դժվարությամբ դա լուծեց եւ շատ դերեն դուր եկավ։ Բոլորն էլ շատ ուրախացան, որ հաց ունեցան, այդ մեկ։ Դրանից հետո ինքը նորից դոկտորնորին էր։ Միշտ որ աշխատի, նորից աշխատի մեր ժողովրդի համար եւ իր համար։ Դա որոշել էր, որպեսզի գյուղում կառուցի այնպիսի շենքեր, ինչպիսին է Երևանում։ Որոշեց, որպեսզի գյուղում կառուցի անվանի շինություններ։ Սաթենիկ Ասատրյան, Սուրեն Ադամյանի կինը։ Երշե Թեոսովիչ Ասատրյանը, որ աշխատում էր կես դար կառավարական բարձր պաշտոններով, դա էր երազում, որ իր ծննդավայրում իսկապես որ այդպիսի մնայուն շենքեր լինի, ինչ որ Սուրենը մտածելա եւ միասին որոշեցին, թե շատ լավ, արտիկի, վարդագույն, տուփով, ես քեզ կողքնեմ, այնպիսի շենքեր կկառուցես, որ մենք էլ հետո հավերժացած կգնանք դարեդար։ Ընդհատելով Տիկին Սաթենիկի խոսքը 1959-85 թվականներին Բաքվում հրատարակվող միակ հայերեն կոմունիստ օրաթերթի խմբագիր Հրանտ Բաբայանի մեջբերումներից անեմ, ով գրում է. 60-ականների սկզբին գյուղի աշխատավորները վաստակում էին այնքան շատ, որ դա որոշ մարդկանց մոտ տարակուսանք առաջացրեց։ Կոնտեստությունը ստուգեցին հիմնավորապես, ամեն ինչ ազնիվ ու արդարացի էր։ Այնուամենայնիվ կոտնտեսության վարչությանը կշտամբեցին եւ խստորեն նախազգուշացրին, որպեսզի աշխորհի դիմաց եկամուտները այդպես շռայլորեն չբաշխվեն։ Ասվեց, որ երկրում այդպիսի բարձր վաստակներ չկան։ Ստացվում է, որ գյուղի մարդիկ քիչ վաստակելու համար պետք է վատ աշխատեն։ Իսկ դա հատուկ չէ ճարտարցուն։ Ադամյանը կայացնում է ճիշտ որոշում, կոտնտեսության միջոցների զգալի մասը առանձնացնել գյուղի սոցիալական զարգացման համար, կառուցել մշակութային, կրթական, առողջապահության, կենցաղային նշանակության օբյեկտներ։ Երաշան օգնության եկավ իրեն, որ ընդդեղից կողարկի ինժեներները Թամանյանը։ Այդ Թամանյանն էլ իր հետ կպիրի իր ամենասիրած բանվորներին եւ սկսեցին աշխատել այն ինչ որ Սուրենն ու Երաշանն են ցանկանում, այդ ձևով սկսեցին աշխատել։ Տեսարանն արդեն ուշում է, որ մենք գտնվում ենք Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի թատրոնի շենքի մոտ։ Շատերը տեղյակ չեն, որ հենց այս շենքն ու Ղարաբաղի Մարտունուր ու Ճարտար գյուղի մշակույթի տները կառուցվել են նույն մարդու ձեռագրով, այսինքն Գևորգ Թամանյանի նախագծերով։ Եվ տեսնելով այս շենքերը լրիվ համոզվում ես, որ նույն մարդու ձեռագիրն է, միայն թե ճարտարապետական լուծումների ու չափերի փոքրինչ տարբերությամբ։ Գևորգ Թամանյանը, Ալեքսանդր Թամանյանի ավագ որդին։ Հայկ Թամանյան, Ալեքսանդր Թամանյանի ծոռը, Երևանի Թամանյանի ինստիտուտ թանգարանի տնօրեն։ Իրավ համահեղինակն է Ալեքսանդր Թամանյանի հայաստանյան շատ կառույցների ու այդ կառույցների իրականացնողն է։ Թամանյանի մահվան պահին շատ կառույցներ թերի էին, թերի նաև գծագրերի հավաքածուները, ուստի Գևորգ Թամանյանը ղեկավարեց
եւ գծագրերի, այսինքն նախագծային փաթեթների լրացումը եւ կառույցների իրականացումը։ Գևորգ Թամանյանը հասցրել է կառուցել նաեւ մարզերում։ Բավական է ասել, որ նրա իրականացրած ակումբների թիվը 29 է։ Այդ ակումբներից երկուսը Արցախում են, մեկը Ճարտարում, ահա ներկայացված է մեր այսօրվա ցուցադրությունում, մյուսը Մարտունիում։ Ես այդ մասին տեղեկացել եմ ավելի ուշ, ես գիտեի, որ կար մի շատ հմուտ ու հայրենասեր վարչարար, որը կարողացավ ստանալ Ճարտարի ու Մարտունու, ակումբների ուրեմն պատվերը հայաստանցի, երևանցի, մասնավորապես Թամանյան ճարտարապետին պատվիրելու թույլտվությունը։ Այդ տարիներին Սուրեն Ադամյանը ծանոթ էր Գևորգ Թամանյանին։ Ճարտարապետի տունը գնալու համար Ադամյանը անցնում է Երևանի օպերայի թատրոնի մոտով։ Հարազատության մի առանձին զգացումով է նայում նախագահը հռչակավոր ճարտարապետ Թամանյանի հեղինակած այս որակերտ կառույցին։ Չէ՞ որ այնտեղ իր հայրենի գյուղում կառուցվող կուլտուրայի պալատը նրա մի փոքրացված տարբերակը պիտի լինի։ Իմ աչքերի առջև է վերխոյացել այս հոյակապ պալատը եւ յուրաքանչյուր շենքի յուրաքանչյուր քարը վերադնելու յուրաքանչյուր հարկը բարձրանալով ոչ միայն մենք երեխաներս, որոնք արդեն գիտակցում ենք, թե ինչ հոյակապ պալատ է կառուցվում, այլ ամբողջ գյուղը հրճվում էր սրանով, ամբողջ գյուղի պարծանքներ այս շենքը ինժեներեր են ժամանակ Արշալույս Վարդանյան հաճախակի էին հայտնմանը հանդիպում մեր տանը։ Էվելինա Գրիգորյան, Ճարտարի համար 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1969-74 թվականներին Ճարտարի մշակույթի պալատի գրադարանավարուհի։ Ամբողջ գյուղի մտավորականությունը հավաքում էին, զրուցում էին, խելոք մարդիկ էին բոլորը եւ ես հիշում եմ, որ առաջի անգամ որ արդեն նախահիմքերը դնում էին շենքի ինժեները այդ բանը հիշում են փոքր երեխա եմ եղել, բայց հիշում եմ, որ ասել է սա Սպենդարյանի անվան պետական թատրոնի, օպերայի բալետի թատրոնի 5 անգամ փոքրացված տեսակն է։ Շատ լավ հիշում եմ եւ արդեն պատկերացնում էի շենքը ինչպես է լինելու, ինչպեսին է լինելու եւ հպարտանում էի արդեն նախորդ դրանով։ Հիշում եմ մի այսպես զարեշտալի դեպք։ Գրադարանը պետք է վերանորոգեին, աշխատում էի գրադարանում, պետք է վերանորոգեին, այդ օրը պետք է վերանորոգեին, ես խնդրեցի մեր նոր աշխատանքի ընդունված տեղ աշխատակցուհուն, որ վրաժիկ, խնդրում եմ գնաս, քանի որ այդ վերանորոգողի մեկի անունը Սիրեկան էր իսկականը, մենք Սերո էինք ասում, բայց չէի ուզում, որ հենց այդ Սերոյով դիմեի, ասեցի վրաժիկ, խնդրում եմ գնա ասա Սիրեկան, Էվելինան ասում է, թող գրադարանը այսօր մնա վաղը կսկսեք։ Կինը ընդունելով այդ բառի ուղղակի իմաստը, ասեց Էվիկ ջան, խնդրում եմ ինձ այդպիսի խոտուրու գործերին գործ չունեմ։ Սիրեկանս վառնամու խորբանդա, ասեն ինչա որ իմ սիրեկանս ու երկար ժամանակ ծիծաղում էի։ Մշակույթի տունը կառուցել սկսել են 1959 թվականից։ Կառուցելու ժամանակ իհարկե դուրս եկալ հարևան ադրբեջանական գյուղերին եւ իհարկե ղեկավարներին։ Կառուցումը վերջացրել են 1962 թվականին։ Ես թեք ես չեմ մոռանա մի բան, եւ Ադրբեջանի Կենտկոմի առաջի քարտուղարը ներկայացել է այստեղ եւ մի ռուսերեն նախադասություն է ասել։ Ռաֆիկ Գասյան, հանդբոլի մարզիչ։ Որ կգա ժամանակ կասեմ, որ այստեղ հայերն են ապրում։ Ես դրուժինիկ եմ ժամանակ։ Հանկարծ ինձ լավ չթվաց, այդ բանը լավ չթվաց երբ։ Անկամ հետո վեճ առաջացավ հարևան գյուղի տղաների հետ իրենց աղբյուրի մոտ։ Դեմեք ասացիք, որ իհարկե ապրելու են, գուցե դուք չեք լինելու։ Իհարկե իզ մոտ այդ թերությունը կա անմիջապես պատասխանը մարդուն։ Մեջբերեմ Մաքսիմ Հովանիսյանի հուշերից։ Սուրեն Ադամյանը մտածող էր, Ղարաբաղում շատերն են ցանկացել ընդօրինակել նրան։ Ունեինք տնտեսություններ, որոնց տնտեսական հզորությունը
գերազանցում էր ճարտարին եւ այնուամենայնիվ Ադամյանի ճարտարը մնաց անկրկնելի։ Այդ ճարտարը վերակառուցվում եւ ստեղծագործում էր գեղագետ փիլիսոփա Սուրեն Ադամյանը։ Ինչպես եւ երբ հղացավ կառուցել Մեծ Թամանյանի ընթորինակությամբ մշակույթի պալատ, կառուցել հայկական տուֆով։ Մի զրույցի ժամանակ ինձ համար անսպասելի միտք ասաց Վաչե Ադամյանը։ Հայկական ճարտարապետությունը Ղարաբաղում ընդհատվել էր եւ միայն Ադամյանը վերածնեց այն։ Իրոք, մտածեցի ես, մտքով վերադարձա ոչ հեռավոր անցյալը եւ ակամա համաձայնեցի Վաչե Ադամյանի հետ։ Ինչու Ադամյանը։ Սովետական պատվո նշաններով պատրուճված մարդը, որի համար թվում է, պետք է սովետական ինտերնացիոնալիստական մտածողությունը գերիշխող լիներ, կտրուկ շրջադարձ կատարեց դեպի ազգային ակունքները, մանավանդ Ղարաբաղի պայմաններում Ադրբեջանի սովետական եղբայրության նորանի մռայլ թանձրույթում։ Մարտահրավեր։ Ազգային ինքնագիտակցության պորտքում այս հարցերի հստակ պատասխանը տալիս էին այն գեղանիստ հայակերտ շինությունները, որոնք այսօր զարդարում են ճարտարը։ Տուֆը, որպես շինակար, այդ տարիներին դիտվում էր որպես կոնտրաբանդա։ 61 թվականից մինչև իր մահվան օրը ես ուրանում Սուրեն Ադամյանի վարորդ։ 59 թվականից սկսան կնդամետը փորել։ 63 թվականին ավարտանանք այդ շինարարությունը։ Ռաֆիկ Բաղարյան, Թոշակառու, 1961-83 թվականներին Սուրեն Ադամյանի վարորդը։ Դրանից հետո սկսան դպրոցը։ Էլի տուփով։ Այդ վարչության շենքը։ Դրանից հետո մի դպրոցը վերևի գյուղում կառուցա։ Եվ դի շարունակ մեծ գործեր արան։ Բոլոր օբյեկտներում ես աշխատանում։ Առաջինը ստեղ այդ շենքի երա։ Քարն բերալ, գումն բերալ, համ մաշինա բերալ, համ գնացքան։ Տավարն վագոնները, գնացան բարձալեն Երևանում, բարձալեն բերալ Խորադիս, ստանցի, 60 կիլոմետր հեռավորան մսած, ստանցի Խորադիս։ Խորադիս մեր մեքենաները, մեր ուժերը կրալ են։ Մենք դեռ երեխաներ էինք, 7-րդ դասանում սովորող աշակերտներ էինք, երբ Հայաստանից այսքան շատ արտիկ տուփերին թափեցին այստեղ եւ նաեւ Հայաստանից վարպետներ եկան, հիշում ենք Սերոյին, միջև հիմա էլ հիշում ենք Լևոնին, ամենաշատը մեր մեջ մեծ տպավորություն է թողել ճարտարապետը։ Աիդա Հովանիսյան, ճարտարի համար 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, 1964-66 թվականներին Երգի Պարի ինքնագործ խմբի անդամ։ Մենք բոլորս տան աշիկ էինք անվանում եւ այնքան մարդամոտ էր այդ աշիկը, բոլորի տները այցելում էր ուսուցիչների տները, շատ սիրում էր շախմատ խաղալ։ Մի խոսքով մեր աչքի առաջ բարձրանում էին այս շենքերը, կառուցողները շատ մտերմացել էին գյուղացիների հետ, որովհետեւ ահագին տարիներ այստեղ աշխատել են։ Այն տարիներին, երբ Ադրբեջանի տիրապետության տակ էինք, շատ նույնիսկ խիզախում էր Հայաստանից վարդագույն տուֆը բերել ու այստեղ կառուցել այդպիսի շենքեր։ Դա կարծես շենքը մեզ համար նաև հույս էր։ Հենց շենքը կառուցելուց հետո կարծես թե գյուղում աշխուժացավ մշակութային կյանքը։ Կային թատերական խմբեր եւ հետաքրքիրն այն է, որ այդ թատերական խմբերին մասնակցում էին ոչ միայն աշակերտներ, այլ նաև գյուղի կոլտնտեսականներից, նույնիսկ տարեց մարդիկ։ Մենք նաև կազմակերպել էինք ինքնագործ խումբ։ Հետաքրքիրն այն է, որ Ստեփանակերտից պարուսույց էր եկել եւ մեզ սովորեցնում էր հայկական բառեր, հայկական բառը, հայկական երգը, երաժշտությունը այդ ժամանակ կարծես թե նորություն էր։ Ճարտարում կուլտուրայի պալատը շահագործման հանձնվեց, ինձ դրեցին տնօրեն։ Այդ ժամանակաշրջանում Սուրեն Հարությունովիչը մտավ այդ օջախը եւ ամեն ինչը պարտավորացրեց, որ մենք պիտի խումբ ստեղծենք, պիտի մրցության մասնակցենք, երիտասարդական երգի բարի փառատոնին պիտի մենք մասնակցենք։ Հավաքեցինք գյուղի ահագին երիտասարդություն, մեր գլխավորությամբ հետո Սուրեն Հարությունովիչը Երևանից հատուկ պարսուորեցնող բերեց եւ մեր խումբը շատ լավ կազմակերպեց, որպեսզի մասնակցենք երիտասարդական փառատոնին։ Մենակատար ես էի
մի հատ մենակատար տղակար երգում էր ու ես Սունյա Ցարերն էի երգում։ Նաիրա Հովսեփյան, Մարտունու Մոնտեմելքոնյանի անվան մանկապարտեզի վարիչ, 1961-64 թվականներին Ճարտարի մշակույթի պալատի տնօրեն։ Տղաներից մեկը առաջարկեց Սուրեն Հարությունովիչին, որ գնում եք Բաքու, լավ կլինի Վեսյալու կոչվող տեղամասից մի երկու երգող բերենք, որ մենք առաջնություն գրավենք։ Սուրեն Հարությունովիչը բացատրեց, որ նրանք մեզ պետք չեն, բա ինչու չեն պետք, մեր ֆերմաններում բանում իրենք են աշխատում, ասես նրանք մենակ ֆերմանների համար են, որ պիտի աշխատեն։ Մի 10 տունա, երևի գողության համար դրանց կազատենք, գյուղն էլ կմնա մեզ, նրանք մեզ պետք չեն։ Ռաչա Բեկլարյանը գրում է. Ինչ միջոցների վրա էր դրել իր հույսը Սուրեն Ադամյանը, երբ դիմեց այդպիսի ռիսկի։ Միթե Ադամյանի պես տնտեսավար ղեկավարը կարող էր կոլտնտեսության սուղ միջոցները ամբողջովին ծախսել մի կառույցի վրա եւ դրա մարտը դատարկել։ Այդպիսի բան նա երբեք չէր անի։ Շենքի կառուցումը սկսելուց առաջ նա արդեն պայմանագիր ուներ Սովետական Միության մի շարք տնտեսությունների հետ, որոնք նոր էին սկսում զբաղվել խաղողագործությամբ եւ վազի տնկանյութի կտրոնի կարիք ունեին։ Հենց այդ տնկանյութից ստացված գումարներով էլ նա ձեռնարկեց այդ խիզախ գործը եւ ավարտեց գերազանց կերպով։ Այս հոյակապ պալատը կառուցվել է 1962 թվականին փետրվարի 23-ին։ Ռաշիդ Ղարաբաղցի, Ճարտարի մշակույթի պալատի ռեժիսոր, սցենարիստ, 1971 թվականին մշակույթի պալատի տնօրեն։ Եվ այդ այն պահն էր, երբ ես ծառայությունս վերջացրի եւ զինվորական հագուստում մասնակցեցի այդ փետրվարի 23-ի կազմակերպման միջոցառմանը այս պալատում, որովհետև այդ օրը ինձ ծննդյան օրն էր։ Ես մասնակցեցի համերգին։ Բացի դրանից, այնուհետև ինձ ընտրեցին մի քանի տարուց հետո ինձ ընտրեցին այստեղ մշակույթ տան որպես տնօրեն։ Ես հիշում եմ, մեզ մոտ եկավ, մեր գյուղը եկավ Գեյդար Ալիևիչ Ալիևը եւ լեփլեցուն ժողովուրդ հավաքված նա եկավ, որպեսզի տեսնի այս պալատը, ծանոթվի բնակչության հետ, մտավ, ես էլ այդ ժամանակ բանալիների ձեռքից բացում էի դռները, որպեսզի ներս մտնեն, մոտիկից նենց ականջ էի դնում, զրուցին Ինկեր Ադամյանի հետ զրուցում էր, ասում էր, այս քարերը ինչու են կարմիր, միթե Ղարաբաղում կա այսպիսի հանքավայր, քարի։ Ինկեր Ադամյանը պատասխանեց, թե ոչ, չկա, Երևանից ենք բերել։ Ասեց, բա ինչա, քարը չէր հերիքում, Ադրբեջանում սիպիտակ շաղդաղ կա մոտիկ, ինչու այդքան ռասխոդներ եք հարել, այնտեղից քարը բերել։ Ինկեր Ադամյանը պատասխանեց, ինչ տարբերություն կա, Ինկեր Ալիև, որովհետև դա չէ որ մեր կուսակցության մեջ հնչում է այսպիսի լոզունգ Դրուժբը նարոդով SSR, ես ինչպես ապացուցեմ, որ մենք բարեկամներ ենք։ Ու այդ դեպքից հետո արդեն ես միջև հիմիկ էլ միտս է, թե ինչպես Ինկեր Ադամյանը ներքին կարգով պատասխանեց նրան ապացուցելով, որ սա այս քարը եւ մենք բոլորս էլ հայեր ենք։ Երևի 12 թե 13 տարեկան, թե 14, հայրս մեզ տարավ, մենք իջևանեցինք Ոմն Դադամյան Հռոմիկի մոտ, ու այդ ուղղորդության նպատակը հենց Մարտունու ակումբի շինարարությունն էր։ $1958 թվականին ես Մարտունու միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո գնացի սովորելու Երևանում։ Ռոմիկ Դադալյան, թոշակառու,
Մարտունու մշակույթի պալատի 1968-75 թվականներին շինարարության տեղամասի պետ։ Տունեցի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Հենց այդ տարիներին ես որ գնացի, արդեն Մարտունու այս տեղամասում սկսեցին կոլտնտեսչական ուժերով սկսեցին նոր կուլտուրայի տան շինարարությունը։ Հետագայում պարզվեց, որ դա բավականին թանկարժեք կառույց է, դրա համար այն կանգնեցվեց ցոկոլային հարկի ավարտումից հետո կանգնեցվեց։ Ես ավարտելով 66 թվականին արդեն տեղափոխվեցի Մարտունի։ Այդ նույն ժամանակ մեր առաջ քարտուղարը փոխվել էր Շմահումիսակը Պետրոսյանն էր։ Ինձ համոզեց, որ մնա այստեղ ակումբը կառուցելու։ Մինչև ակումբը արդեն մեր հետևում կանգնած այդ շրջկոմի շենքը ես արդեն սկսել էի աշխատել այդտեղ ու 2 տարի հետո արդեն ակումբի շինարարության համար ամեն ինչ պատրաստ էր, հրավիրվեցին նախագծի հեղինակները, Ալեքսանդր Թամանյանի որդին նախագծի հեղինակն էր։ Կար ժամանակամիջոցում նախագիծը ներկայացվեց ու սկսեցինք շինարարական աշխատանքները։ Բավականին մեծ ոգևորությամբ ժողովուրդն էլ, մենք էլ սկսեցինք կառուցելը։ Հրավիրեցինք Երևանից մասնագետներ, քարտաշներ հիմնականում, այն նույն վարպետները, ովքեր ճարտարում են աշխատել։ Դրանց օգնությամբ սկսեցինք կատարել շինարարությունը։ 1970 թվականին որ եկել ենք այստեղ աշխատելու, սկսալ ենք ասես գործերը անել։ Շատ ախրեյ է, եկալ ենք ասես սվաղնա, հատե այդ կարնեզնենա, Երևանցիք եկել են, այստեղ սկսալ ենք գործ անել։ Շաբաթ լայլավեր շեբեթալալ տեորալար որ հանգստացալ չէ գործ են քրալ ամեն ձևի իրալ։ Մեր բարարաբը ասալա որ եկեք Հայաստան ցնոդ գործեր։ Իրացած համ աշխատալ, վարպետությունն պենի իրացանա մին սովորալ ընկա։ Լավ գործանողներ են իլալ իրանք։ Շատ լավ գործանողներ են իլալ։ Հալալ ամեն ձևի։ Իրան ժամանակին աշխատավարձը ամսական 2 անգամ աշխատավարձ են քլալ ստնայես։ Գաջը ալիբաստերը բանը կերկա, ածելնի ենա տիրած։ Ազնիվ Պողոսյան, Մարտունու մշակույթի պալատի 1970-71 թվականներին շինարարության բանվոր։ Իրան նորմանն որ պեներացա մեծ վաննաննեա։ Ես օրինակ ջուրի օրինակ 2 լիտր նայած էլի ինքը ասում է կես վաննա խառնե կամ պոլնի պիտի խառնես։ Խառնում սպորտունում տանում ստունում իրան առաջին ինքը իրան պենավ իրան գործիքավ խառնում ապորտունում սկսում ինքն էլ ձեռը վարալ վերցնես։ Այդ ծվաղը բանը որ անես էլ ձեռը վերցնես։ Վերջանում է, եթե մի քիչ ուշացնում ես այնտեղից Давай, բրցեր, բերեք, անընդհատ են միջև մտնել։ Դրանք ամեն ձևի լավ արհեստավորներ են ելել։ Գալիս են ելել Ղարաբաղ այն ժողովուրդը, որ չի աշխատում, նայում են տենան ոնց են աշխատում, ինչ են անում, որը մի մորե բան տենան ինձ կարնիզնի բանը որ կալի որ սարքում են։ Այդ ֆորման ինչի մեջ են, ոնց են լիպ են անում, տնում ֆորման։ Լցնում են, պրծնում, նորից հանում։ Լավ Շոչասի մին ամսիլա 2-3 անգամ էլ բոխանա, էլ հացե, էլ մսմնա, էլ ամեն տեղելի քինիսին քլալ, ոչխարը, բանո, ամեն ինչով։ Այդ բոլորը բենի հաշվին։ Մեր աշխատավարձը ոչ է, ասա ես օրինակ որ այստեղ աշխատել եմ եղալ տանը մեբելես, օրինակ կողնի մեբելալ կամ սվիտրել, Պողոսյանազնի թերթերումնել էլի արնուսենալ է գիրած որ այսինչ Պենիմը այսինչ Պողոսյանազնի հասե լավ աշխատանք է համար լավ օրինակ գործը սրա չէ մինը որ 150 ռուբլի ստացալ օրինակ ես 220-ն ստացալ ինձանա մին լավ գործանողը 240-ն ստացալ 240-ից 300 ռուբլուց պակաս փող չկլաս
Ես ընդհանրապես ասեմ, որ 50 թվականի ծնունդ եմ, 8 տարեկան էի։ Մենք բոլորս խաղում ենք կռվի են ասում, խաղում ենք այս պատվալում։ Նելսոն Մուսայելյան, Մարտունու քաղաքապետ, 1967-69 թվականներին Մարտունու մշակույթի պալատի շինարարության մասնակից։ Եվ ոչ մեկս այն ժամանակ մենք չգիտենք, որ ինչ որ ժամանակ այո, այս շենքը, որովհետև իր պատկառելի մեծություններով 58 թվականին այդ ձևի շենք կառուցես, դա համարյա անհավատալի բան էր։ Այստեղ փոքրիկ նավես էր կանգնեցված, նավեսի տակ աշխատում են Հայաստանից եկած քարտաշներ։ Քարը այստեղ հղկում էին, ձևավորում, այդ կարնիզները բոլորը մեկ-մեկ, հետո մեկ-մեկ քարը ձեռքի վրա, ամեն մի քար մի հատ ձեռքի վրա տեղափոխվում էր, մինչև էլ հիմքը կառուցված էր, հենց այդ հիմքից ես իմ գործունեությունս, իմ բանվորությունս սկսեցի։ 1967 թվականին, երբ ես դպրոցը արդեն ավարտել էի, մենք երկու հոգով Արստամյան Էրմիդարի հետ, որը այժմ ապրում է Շուշի քաղաքում, համադասարանցիներ էինք, միասին սկսեցինք աշխատել։ Պատշարները հիմնականում Հայաստանից էին, շատ լավ հիշում էի անուններն էլ, մեկի անունը Ասկո էր, մեկի անունը Լիպո, շատ հոյակապ մասնագետներ էին, ոսկի ձեռքերով։ Մենք էլ աշխատում էինք որպես բանվորներ։ Ես հիշում եմ, որ այս ամեն մի այս շովով լոբզիկով ուղում էին, որպեսզի ներսից, որ մենք այդ խիբարը լցնում էինք, ներսը զալիվկեն մեջը լցնում էինք ցեմենտի, որպեսզի չթափվի ու որակը տեղը մնա։ Բոլորը մի հույսով էին ապրում, որ վաղ կլինի, մյուս օրը կլինի, մի քանի տարուց հետո կլինի, ժողովուրդը հույս ապրում էր, որ ինչ որ Հայաստանի հետ կապը մենք գտնում ենք եւ այս քարի մեջ, եւ այդ բանվորների մեջ, որ գալիս այդ ասենք աշխատում են ստեղ։ 1.5 տարի աշխատելուց հետո երրորդ հարկի վերջում ես թողեցի կիսատ։ Գնացի, դա նոյեմբեր ամիսն էր, նոյեմբերի 1-ին զորակոչվեցի սոտական բանակի շարքերը, ծառայում էի Գերմանիայում, մնում էր մի 2 ամիս որպեսզի տուն վերադառնամ, պատահական մտնում եմ այդ աֆիցերների տունը եւ այնտեղ տեսնում եմ կոմունիստ թերթ։ Բացում եմ այդ թերթը, տեսնում եմ արդեն այս գեղեցիկ կոթողը արդեն լրիվությամբ պատրաստված եւ այնտեղ գրում է, որ օրերս հանձնվեց Մարտունու քաղաքում կուլտուրայի պալատը եւ իմ հորախությունից ազնվությամբ իմ արդյունքները սկսեցին թափվել այդ թերթի վրա, որտեղ այդտեղ ինչ որտեղ իմ քրտինքս էր այդ քարերի վրա, ինչ որտեղ իմ լուման կար, որ ես իրոք հուզվելուց ես արտասվեցի։ 71 թվականի շահագործումից հետո սկսեցին ամրապնդել շենքի նյութատեխնիկական բազան Ադրբեջանից, հիմնականում մատակարարումը Ադրբեջանից էր, նստարաններ, աթոռներ, սեղաններ, ինչ որ կա, որ ամբողջ գույքը կենտրոնացված մատակարարման բաժինը Ադրբեջանի կառավարությունից, սա ստացենք ու դրանից հետո սկսեցին բոլոր մասսայական միջոցառումները կազմակերպվում էր այս հոյակապ պալատում։ Այստեղ հանդես են եկել Նիազին, Մուսլիմ Ագամայևը, հետագայում արդեն Հայաստանից սկսեցին Օֆելիա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, նշանավոր երգահաններ Ռոբերտ Ամիրխանյանը, Էդուարդ Միրզոյանը, մեր կուլտուրայի տանը իրենց ելույթներով հանդես են եկել։ Էլմիրա Մուսայելյան, Մարտունու համար 2 միջնակարգ դպրոցի տնօրեն, 1976-86 թվականներին Ուլչեջ բաժնի վարիչ։ Գյորգի Մինասյանի մենահամերգը 2 օր այստեղ եւ ինքը մեծ գոհունակությամբ ուղղակի չկարողանալով իր
այսպես ասած զարմանքը արտահայտվեց, որ ես ինձ զգում եմ ինչպես Լենինգրադում, ինչպես Մոսկվայում, ինչպես Մայր հայրենիքի օպերայի շենքում։ Մի 10 տարի այդպես հիմքը դրած մնացել է, բոլորին է հետաքրքրել, բա ինչու սկսել է, ինչու են հիմքը դրել ու չեն շարունակում, այն ժամանակով գիտեր ում մտքով կանցներ, որ դա ինչ որ արդեն նացիոնալիստական հարց է, դա ազգային հարց է, մենք ճիշտն ասած չէինք հասկանում, բայց հետա մեր ղեկավարները գիտեին։ Կառուցել հիվանդանոցը, նույն արտիկի տիպից, որից հետո կառուցեցին կոլխոզի գրասենյակը, մի քիչ էլ է մյուս կողմին դպրոցի շենքը, խանութը ժողովրդին ծառայելու համար, հետո կառուցեց հանգստյան տունը, կառուցեց նաև հայրենական մեծ պատերազմ զոհված, ինքը ամեն ինչ արհամարելով, շատերը չասելով, իհարկե մեր անասունները բոլորը պահել են ադրբեջանացիները, բայց քանի անգամ մեր խնդրելու է տեղ տուն շինենք, ալա ձեր տունը ենա շինած, հələ մի կել տնկացեք։ Եվ այդպես ուրեմն ադրբեջանացիների համար է այդ գաղտնի ենք արել։ Ընկեր Ադամյանը Սուրեն Հարությունովիչը արիաբար կարելի է այսպես ասել կառուցեց ոչ միայն կուլտուրայի այդ պալատը, այլ վարչական շենքը, դպրոցը տուֆակեր, դրանից հետո արդեն կարծես այդ վախը վերացավ եւ շարունակվեց այս շենքի կառուցումը։